Մենք Իսրայելում ենք։ Հիանալի է այստեղ լինելն ու ես փոքր-ինչ հուզված եմ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես խոսել եմ խաչի 7 հրաշքների մասին տարբեր երկրներում, բայց Իսրայելում երբեք։ Այսօր մենք գնում ենք Երուսաղեմ։ Մենք փնտրելու ենք այն 7 վայրերը, որտեղ Հիսուսը հեղել է իր արյունը, որպեսզի պարզենք, թե ինչ է դա նշանակում մեզ համար այսօր։ Բարի գալուստ 7 հրաշքները Երուսաղեմում։ Երուշալայիմը Դավիթ եւ Սողոմոն թագավորների հնագույն քաղաք տաճարը այսօր ժամանակակից քաղաք է։ Ավելի քան 760,000 բնակչությամբ, որից 520,000-ը հրեաներ են, 240,000-ը մահմեդականներ եւ մոտ 16,000-ը քրիստոնյաներ։ Երուսաղեմի պատմությունն ասես շշնջում է քամու մեջ եւ տեսանելի է հին քաղաքում, որտեղ յուրաքանչյուր քար պատմելու իր սեփական պատմությունն ունի։ Սա Երուսաղեմն է, Իսրայելի մայրաքաղաքը, աշխարհի միակ քաղաքը, որն ունի 70 տարբեր անուններ, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է անվերապահ սեր։ Սա այն քաղաքն է, որը 5 քարտեզների վրա կոչվում է աշխարհի կենտրոն, եւ մինչեւ օրս նրան երկրպագում են ինչպես երիտասարդ հարսնացուի։ Երուսաղեմը մի քաղաք է, որը հարուստ ու բուռն իրադարձություններով հագեցած պատմություն ունի։ Քաղաքը հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների համար ամենակարևոր վայրերից մեկն է, ինչը Երուսաղեմին հաղորդում է մշակույթների, ազգերի եւ գույների յուրահատուկ համադրություն։ Դա հստակ տեսանելի է այստեղ, Իսրայելի թանգարանում։ Այստեղ ցուցադրվող բազմաթիվ նմուշների թվում են աշխարհին քաչ հայտնի Մեռյալ ծովի մագաղաթները, ինչպես նաեւ Երուսաղեմի լայնածավալ մանրակերտը, որը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք է ունեցել քաղաքը Հիսուսի ժամանակներում։ Հին Երուսաղեմի լայնածավալ մանրակերտի կառուցումը ղեկավարել է եբրայական համալսարանի պրոֆեսոր Ավիոնան։ Մանրակերտը պատրաստվել է ըստ այն տեղեկությունների, որոնք նա գտել է առաջին դարում ապրած հրեա-հռոմեական գիտնական Ֆլավիոս Հովսեփոսի գրվածքներում, ինչպես նաև Նոր Կտակարանում եւ հրեական այնպիսի աղբյուրներում, ինչպիսիք են Միշնան եւ Թալմուդը։ Լայնածավալ այս մանրակերտի ամենատպավորիչ մասը իհարկե երկրորդ տաճարի մանրակերտն է, որը կառուցել է Հերովդես թագավորը, եւ կառուցապատման համար օգտագործվել է 3 տեսակի մարմար։ Բայց ինչու ենք մենք այստեղ։ Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչպես է Հիսուսը 7 անգամ արյուն հեղել մեզ համար, ապա պետք է առաջին հերթին խորացնենք մեր գիտելիքները այն մասին, թե ինչ է տեղի ունեցել տաճարում Յոմ Կիպուրի քավության մեծ օրը։ Քավության օրը տարվա միակ օրն էր, երբ քահանայապետին կտավե սուրբ շապիկ հագած թույլատրվում էր մտնել տաճարի սրբության սրբոց զոհաբերված կենդանու արյունով։ Նա պետք է արյունը 7 անգամ ցողեր ուխտի տապանակի ոսկե կափարիչի վրա, որը պահվում էր սրբության սրբոցում։ Այնուհետև նա պետք է արյունը ցողեր տապանակի դիմաց գետնի վրա։ Ուխտի տապանակի ոսկե կափարիչի վրա արյուն ցողելը երկնքի համար մեծ նշան էր, որ քավության տարեկան զոհաբերությունը կատարված է։ Բայց ինչու պիտի քահանայապետը նաև գետինը ցողեր արյունով։ Քավության մեծ օրը 7 անգամ արյուն ցողելը մարգարեական խորհրդանիշ էր, որ Հիսուսի արյունը 7 անգամ պետք է ցողեր գետինը ավագ ուրբաթ օրը։ Այս շարքում մենք փնտրելու ենք այն 7 վայրերը, որտեղ հեղվել է Հիսուսի արյունը, որպեսզի բացահայտենք, թե դա ինչ է նշանակում մեզ համար այսօր։ Հեշտ չի լինի գտնել այն վայրերը, որտեղ Հիսուսը արյուն է հեղել մեզ համար։ Վերջին 2000 տարիների ընթացքում Երուսաղեմը բազմիցս ավերվել ու վերակառուցվել է։ Հիսուսի ժամանակների հին Երուսաղեմը թաղված է ժամանակակից Երուսաղեմից մոտավորապես 10 մետր ներքևում։ Մի քանի տարի առաջ Երուսաղեմի միջնաբերդում պեղումների ժամանակ բացվեցին Հերովդեսի ամրոցի հիմքերն ու պալատի մի քանի պատերը։ Սա մի գեղեցիկ վայր է խաչի 7 հրաշքների մասին խորհրդածելու համար։ Նրանք, ովքեր կարդում են Աստվածաշունչը, բացահայտում են, որ Աստված լիովին վերահսկում էր Գողգոթայում տեղի ունեցած ամեն ինչը։ Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերի ընթացքում Աստված ոչինչ պատահական ընթացքի չէր մատնել։
Պետրոս առաքյալը 2 անգամ նշում է, որ վերջին 18 ժամվա ընթացքում տեղի ունեցած ամեն ինչ լիովին Աստծո կամքով էր, եւ որ ամեն ինչ նախապես որոշված է եղել նրա կողմից։ Աստված ինքը գրեց Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերի սցենարը։ Պենտեկոստեի առաջին օրը Պետրոսը լիովին համոզված ասաց. Հիսուսին Աստծո սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք եւ փայտի վրա գամելով սպանեցիք։ Ավելի ուշ նա նորից ասում է. Արդարև այս քաղաքում հավաքվեցին քո սուրբ որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Պետրոսն ու առաքյալները տեսան Աստծո ձեռքը Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերին։ Աստված ոչինչ չթողեց պատահականությանը, համաշխարհային պատմության կարևորագույն պահին։ Հերովդես թագավորը, Պոնտացի Պիղատոսը, հռոմեացի զինվորները եւ հրեա առաջնորդներն այլ ընտրանք չունեին Աստծո նախասահմանած ծրագիրն իրականացնելուց զատ։ Այն 7 պահերը, երբ Հիսուսն արյուն հղեց, նույնպես նախասահմանված էին Աստծո կողմից։ Դրանցից յուրաքանչյուրը մարգարեական ակտ էր, որը կանխասվել էր հարյուրավոր տարիներ առաջ, ցանկալի եւ ոգեշնչված էր Աստծուց եւ իրականացվեց մեղավոր հռոմեացի զինվորների կողմից։ Ես շարժվում եմ դեպի Գեթսեմանի այգի, որտեղ տեղի է ունեցել համաշխարհային պատմության ամենադրամատիկ ճակատամարտը, այն վայրը, որտեղ Հիսուսի քրտինքն արյան կաթիլների պես թափվել է գետնին։ Կարծում եմ, սա Երուսաղեմի ամենատպավորիչ վայրերից մեկն է։ Ձիթենաց լեռան գագաթը, որտեղ գտնվում ենք հիմա, մոտավորապես 60 մետր ավելի բարձր է, քան քաղաքի մնացած մասը։ Հին քաղաքի վրա բացվող տեսարանն աննկարագրելի գեղեցիկ է։ Կարծում եմ, սակայն, որ ինձ առավելապես հուզում է այն միտքը, որ Հիսուսն իր մահից առաջ վերջին երեկոն անցկացրել է հենց այստեղ, Գեթսեմանի պարտեզում։ Գեթսեման նշանակում է ձիթհան, այն վայրը, որտեղ ձիթապտուղները ճզմում էին այնքան, մինչև կեղևը պատռվում էր եւ կարմիր հյութը դուրս էր հոսում։ Ահա թե ինչ պատահեց Հիսուսին Գեթսեմանի պարտեզում։ Այստեղ է տեղի ունեցել մարդկության պատմության ամենադրամատիկ ճակատամարտը։ Ղուկաս 22-րդ գլուխն այսպես է նկարագրում դա. Հիսուսը ելավ, իր սովորության համաձայն Ձիթենաց լեռը գնաց։ Աշակերտները հետևեցին նրան։ Երբ նա այնտեղ հասավ, նրանց ասաց. «Աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Ինքը նրանցից մի քառընկեցի չափ հեռացավ եւ ծունկի իջած աղոթում էր եւ ասում. «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից, սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»։ Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան, եւ նա սաստիկ տագնապի մեջ լինելով ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես եւ թափվեց գետնին։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսն առաջին անգամ արյուն հեղեց այս վայրում։ Նրա քրտինքը արյան մեծ կաթիլների պես թափվեցին գետնին։ Հիմա մենք չենք քննարկում, թե արդյոք կարելի է արյան կաթիլներ քրտնել։ Արյան քրտնարտադրության երևույթը բժշկության մեջ հայտնի է որպես հեմատիդրոզ։ Քրտնագեղձերի շուրջը մի քանի երակներ կան, որոնք կարող են կծկվել ծայրահեղ սթրեսի ժամանակ։ Երբ բուռն հույզերը հանդարտվում են, այդ երակները լայնանում են մինչև պայթելու աստիճան։ Այնուհետև արյունը հոսում է քրտնագեղձերի մեջ, որտեղ խառնվում է քրտինքին եւ մաշկը արտազատում է այդ արյունը։ Կործանիչ ինքնաթիռների օդաչուները երբեմն կատարում են բարդ մանևրներ, որոնք առաջացնում են այնպիսի ճնշում, որ նրանք սկսում են արյուն քրտնել։ Հարցն այն չէ, թե հնարավոր է, որ Հիսուսը արյուն քրտնած լինի։ Իրական հարցն այն է, թե ինչն էր այդպիսի պայքար առաջացրել Հիսուսի մեջ, որ նա սկսեց արյուն քրտնել։ Հենց այստեղ Գեթսեմանում Հիսուսն աղաչեց Հորը, որ հեռացնի բաժակն իրենից։ Ինչ կար այդ բաժակի մեջ, որ այդպիսի անհանգստություն էր հաղորդում Հիսուսին։ Իհարկե Հիսուսը տագնապում էր չարչարանքի այդ սպասումից, որով անցնելու էր, բայց կար մի բան, որից նա այնքան էր սարսափում, որ արյուն էր քրտնում։ Յոհան Սեբաստիան Բախը մեզ պատասխանը տալիս է չարչարանքներ ըստ Սուրբ Մատթեոսի ստեղծագործության մեջ։ Փրկիչը ծնկի է իջնում Հոր առաջ։ Նա պատրաստ է խմել մահվան դառնության բաժակը, որը լցվում է այս աշխարհի մեղքերով ու գարշահոտում։ Այն բաժակը, որից Հիսուսը այդքան վախենում էր, լցված էր ամբողջ աշխարհի մեղքերով։ Աստված Հիսուսին ասաց, որ այդ բաժակը խմի մեր փոխարեն։
Մեր բոլոր մեղքերը միասին խտացան այդ մեկ բաժակի մեջ, այստեղ, Գեթսեմանում, որը բառացիորեն նշանակում է ձիթենում մզիչ։ Սերիական բռնաբարողի եւ անմարդկային բռնապետ Ադոլֆ Հիտլերի մեղքերը, որը 6 միլիոն հրեա գազով թունավորեց ու սպանեց։ Մեր բոլոր մեղքերը, Ադամից մինչև վերջերս ծնված երեխան, միասին սեղմվեցին այդ բաժակի մեջ, որը դրվեց Հիսուսի առջև։ Հիսուսը գիտեր, եթե խմեր բաժակը, կարժանանար նույն ճակատագրին, ինչ զոհաբերական գառը։ Ամբողջ աշխարհի մեղքերը կդրվեին իր վրա։ Բայց Հիսուսը մեղք չունեցող մարդն էր։ Նա ատում էր մեղքը։ Նա աղաղակեց Աստծուն ու խնդրեց նրան հեռացնել այդ բաժակն իրենից։ Նա ասաց. «Հայր, միթե չկա աշխարհը փրկելու այլ ճանապարհ»։ Աստված Հիսուսի համար հստակեցրեց, որ չկա աշխարհը մեղքից ազատելու այլ ճանապարհ։ Հիսուսը 3 անգամ խնդրեց Աստծուն հեռացնել բաժակն իրենից։ Բայց հետո նա նաև ասաց. «Բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի»։ Գիտեիք, որ Աստվածաշնչում մեղքը կոչված է մահվան խայթոց։ Երբ Հիսուսն սկսեց մեր փոխարեն խմել բաժակը, մահվան խայթը խորությամբ թափանցեց նրա հոգու, շնչի եւ մարմնի մեջ։ Հիսուսը բախվեց մեր մեղքերի հետ իր անմեղ կյանքի այս բոլոր ոլորտներում։ Նա մեղք դարձավ մեր մեղքերի հետ միասին։ Կարծես նա ֆիլմի մեջտեղում լիներ։ Մեր մեղքերը, այսպես ասած, արտացոլվում էին նրա ցանցաթաղանթի վրա։ Նա արձագանքեց դրանց իր բոլոր զգայարաններով ու հույզերով։ Երբ Հիսուսը սկսեց կում առ կում խմել մեր մեղքերով լի բաժակը, Աստվածաշունչն ասում է, որ նա այդ պահին համտեսեց մահը։ Նա համտեսեց առնախում մարդասպանի ատելությունը, բայց նաև զոհի հանկարծահաս խուճապը։ Նա հոտոտեց թափված անմեղ արյունն ու համտեսեց սեռական մեղքի զզվանքը։ Նա լսեց վախի ճիչերն ու տեսավ մեղքի հետևանքներն ամբողջ արարչության մեջ։ Նա, ով լիովին մաքուր էր իր բոլոր հույզերով, բախվեց իրեն օտար հույզերի, վախի, ատելության եւ կաթվածահարող վշտի։ Այն, ինչ Հիսուսն ապրեց այստեղ, ոչ այլ ինչ էր, քան դժոխքի նախատիտում։ Մարկոսը նկարագրում է, թե ինչպես էր Հիսուսը մահուչապ տրտմած։ Մարկոսն օգտագործում է հունարեն մի բառ, որը բառացիորեն նշանակում է անաստվածի խղճալի վիճակը դժոխքում։ Ահա թե ինչ զգաց Հիսուսը Գեթսեմանի պարտեզում։ Բոլոր դիվային ուժերն ու խավարի տիրակալները հարձակվեցին Հիսուսի վրա, նրան ծաղրելու, մեղադրելու, դատապարտելու եւ տանջելու համար։ Գեթսեմանը ոչ այլ ինչ էր, քան սարսափելի դժոխային փորձություն մեղք չունեցող մարդու համար։ Մեր բոլոր մեղքերը խտացան այն մեկ բաժակի մեջ, որը Հիսուսը խմեց մեզ համար։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուսն արեց դա մեզ փրկելու համար, կզգան, որ գառան արյան մեջ աստվածային զորություն կա։ Այդ ժամանակ դուք կստանաք խաչի ձեր առաջին հրաշքը։ Հիսուսի արյան միջոցով ձեր կյանքի բաժակը, ձեր սիրտը կմաքրվի բոլոր մեղքերից։ Դուք այլևս կարիք չեք ունենա կրելու ձեր մեղքի, ամոթի եւ դատապարտության զգացումները։ Դուք այլևս կարիք չեք ունենա վճարելու ձեր գործած սխալների համար։ Անկախ նրանից, թե ինչ է պատահել, անկախ նրանից, թե որտեղից եք եկել, Աստված սպասում է, որ ձեզանից հեռացնի յուրաքանչյուր մեղք եւ յուրաքանչյուր բեռ, խաչի առաջին հրաշքի, ներման հրաշքի միջոցով։ Չկա որևէ կրոն, որը կարող է ազատել ձեզ մեղքից եւ ձեր կրած մեղքի զգացումից։ Դուք կարող եք զգալ ներման զորությունը միայն այն բանի միջոցով, ինչ Հիսուսն է արել ձեզ համար։ Աստված սպասում է, որպեսզի ձեզ իր գիրկն առնի որպես իր զավակ եւ գերբնական հրաշք գործի ձեր կյանքում։ Խնդրում եմ, միացեք ինձ հետեւյալ աղոթքով։ Երկնային Հայր, ես հավատում եմ ինձ համար Հիսուսի կատարած զոհաբերությանը։ Այսօր խոստովանում եմ իմ մեղքերն ու իմ կյանքի գավաթը տալիս եմ Հիսուսին։ Նա տեսել է իմ մեղքերը, նա ճաշակել է իմ մեղքերը։ Շնորհակալ եմ քեզ, Տեր Հիսուս, որ իմ փոխարեն խմեցիր իմ բաժակը։ Եվ հիմա ես կարող եմ զգալ Աստծո լիակատար ներումն իմ բոլոր մեղքերի համար։
Շնորհակալ եմ քեզ, Հայր, որ հավանության եմ արժանացել եւ ընդունվել որպես քո սիրելի զավակ, ինձ համար Հիսուսի կատարածի շնորհիվ։ Ամեն։